Ինչպես տեղյակ եք, քննչական կոմիտեում գոյություն ունի առանձին մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանում, որը զբաղվում է կիբերհանցագործությունների այդ ոլորտում, տարբեր դրսևորումներով ըստ էության հանցավորության դեմ պայքարում եւ նախաքննությունը հիմնականում իրականացվում է տվյալ ստորաբաժանում։ Մենք վերջին ժամանակահատվածում, այո, կապված բանկային խարդախությունների հետ կապված բազմաթիվ ահազանգեր ունենք եւ բազմաթիվ քրեական վարույթներ ունենք։ Իմ հաշվետվության մեջ առանձին դրանց չեմ անդրադարձել, որովհետեւ եթե ձեզ թվային որոշակի պատկեր ապեր, ես կարող եմ գրավոր պատասխանել առանձին վիճակագրություն ներկայացնել այդ մասով, բայց նշեմ, որ մենք հիմա բազմաթիվ բացահայտված քրեական վարույթներ ունենք եւ քննչական կոմիտեն նաեւ պարբերաբար հաղորդագրություններ է տարածում, թե այդ ոլորտում ինչ բացահայտումներ ունենք, այն դեպքերով, որոնցով որ անձինք կամ հանցավոր խմբի անդամներից որոշ մասնակիցներ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, մենք հիմնականում դրանցով ունենք լավ արդյունքներ, լավ պայմանականորեն, այսինքն քրեական հետապնդման ենթարկված անձինք ունենք եւ դատական հեռանկարի առումով ավարտված վարույթներ ունենք, բայց գիտեք, որ այդ դեպքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Դերերի բաշխումն այնպես է, որ հիմնական դերակատարները գտնվում են Հայաստանի Հանրապետությունից դուրս, դա վերջի ժամանակահատվածում նաև մենք ունենք այլ պետությունների հետ համագործակցության արդյունքում նաև ստեղ կատարված, երբ որ այլ պետություններում ըստ էության կատարված հանցագործությունները նաև դերակատարները նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն էին, այդ մասով էլ նաև հաղորդագրություն է տարածվել, երբ որ մենք համագործակցելով նաև այդ խումբը բացահայտեցինք։ Այս առումով այսքանը, բայց ես ուզում եմ նշեմ, որ երբ որ այդ վարույթները ուսումնասիրվեց նաև իմ մոտ քննարկելու արդյունքում, երբ որ վերհանվեցին խնդիրները, մեզ համար առաջնային կարգով մինչև հանցագործությունների հետ կապված հետևից գնալը մեզ համար խնդիր էր առաջնային, որպեսզի այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որպեսզի նախ կանխենք հետագա այն խոցելի հատվածները, որոնք հնարավորություն են տալիս, որպեսզի հանցավոր կազմակերպության անդամները հափշտակեն այդ գումարները։ Ես դրա հիման վրա իմ կողմից Կենտրոնական բանկի նախագահին միջնորդագիր հասցեագրվեց, որպեսզի այնպիսի գործիքակազմ եւ այնպիսի մեխանիզմներ մշակվեն, որպեսզի այդ խարդախները հնարավորություն չունենան կոնկրետ քաղաքացուց գումարներ հափշտակեն կամ առավելապես նրանց գործը բարդանա։ Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ այդ գործարքները հիմնականում կատարվում էին մի քանի բանկերի միջոցով եւ միջնորդագրի քննարկման արդյունքում ըստ էության նաեւ հանձնաժողով ձևավորվեց եւ այդ հանձնաժողովը հիմա աշխատում է, սկսած թե ինչպիսի մեխանիզմներ ներդնեն, որպեսզի նույնականացվի, որ դա հենց բանկի հաճախորդն է։ Շնորհակալ